Ոնց որ հեքիաթից իրականություն վերադարձած լինեմ։ Որ հեքիաթից։ Ինչպես ցեմենտը դարձավ պատ։ Շատ տարօրինակ պատկերացումներ ունես հեքիաթների մասին։ Դե բայց կարևորը որ քո հետ էի։ Գիտես, այս հեքիաթում դու չար հերոսն էիր։ Ես էլ Փերին էի, հետո այս չար հերոսը այնքան նկատողություն արեց Փերին դարձավ դդում։ Բայց ես ոնց որ բոլոր հեքիաթները խառնում եմ։ Ապրես որ օգնեցիր։ Ճիշտ է, օգնել է հարաբերական ասված, բայց փորձեցիր ինչ-որ բան անել։ Դե կարևորը ցանկությունն է։ Արդարացրու քեզ։ Նոր բավաղը երբ ես գալու իմ հետևից, երբ ենք դուրս գալու։ Այս մեքենան իմը չի։ Ես վաղը հանձնելու եմ։ Ոնց որ չեմ կարողանալու գամ գնամ քո հետևից։ Իսկ այդ մեզ կխանգարի, որ մենք իրար տեսնենք։ Իմ համար կարևոր չի մեքենան կլինի, թե չէ։ Ես ուզում եմ քեզ տեսնեմ։ Բա դու ինչ ես արել այսօր ամբողջ օրը։ Սովորական, ոչ մի արտասովոր բան չի եղել։ Մի տեղ կա շինարարություն եմ անում։ Շինարարություն։ Ինչի զարմացել։ Նորո, այսօր ամբողջ օրը Մագդան տանը չի եղել։ Հուսամ իրար հետ չեք եղել։ Այսինքն, եթե Մագդան տանը չի, նշանակում այն մետա։ Չէ, ուղղակի ուզում եմ հստակ իմանամ, որ իրար հետ չեք եղել։ Ալո։ Մարև, այս ինչի քնած չես։ Եսի։ Սպասում էի, որ զանգի բարի գիշեր ասեի։ Դե վատ չէր լինի, որ հատուկ դրա համար զանգեիր։ Տենց հաստատ ինձ ավելի հանգիստ կզգայի։ Լավ դե, բարի գիշեր։ Նոր, քեզ ինչ եղավ։ Ուղղակի զանգել եմ իմ լավ ընկերոջը բարի գիշեր մաղթեմ։ Ինչ-որ վատ բան եմ անում։ Ուղղակի չէի սպասում, որ կզանգես։ Դու սրանից հետո ավելի ինձ սպասի։ Կյանքա։ Բարի գիշեր, Նորո։ Բարի գիշեր։ Էլիզա արդեն գնացել է։ Հա, մի 5 րոպե առաջ է դուրս եկել։ Ճուտնել դասի է, չէ։ Չէ, այսօր թող տանը մնա։ Ինչի։ Նորո, Ալինային պետքա բժշկի տանել։ Գիշերն էլի վատացել էր։ Չհասկացա։ Բա ինչի ինձ բան չեք ասել։ Գիտես թե ինձ են ասել։ Ձայները լսեցի արթնացա։ Հասկացա, բայց ինչ էր եղել, տատ։ Էլի նույնը։ Բարձր ջերմություն, գլխապտույտ, սրտխառնոց։ Ես չեմ հասկանում։ Արինան տանը հաց ուտում, հա։ Ես այդ երեխուն տանը հաց ուտելուց չեմ տեսնում։ Նորո, այս ամեն ինչը ինձ շատ է անհանգստացնում։ Ալինան նորմալ հաց է ուտում, սոված չի մնում, բայց այս վիճակը անընդհատ կրկնվում է, ու դա նորմալ չի։ Ես Ալինայի մոտ չեմ ասում, որ չվախենա, բայց այս վիճակը նորմալ չի։ Տատ, դու հաստատ չափազանցնում ես։ Երեխայա նորմալ չի քնում, նորմալ չի սնվում։ Ամբողջ օրը այդ հեռախոսի մեջ է, գիտի չեմ նկատում։ Այ որ արտաներ են շատ դուրս խոսալու եմ։ Կամ քիչ է օգտագործում։ Կամ այդ հեռախոսի երես էլ չի տեսնելու, վերջ։ Նորո ջան, ավելի լավ է Էլիզի հետ խոսաս ու քեզ մանրամասը ասի, թե գիշերն ինչ ա եղել։ Ես էլ մտա, ինձ ոչ մի բան չասեցին։ Երևի Ալինան չի ուզում, որ դու իմանաս։ Լրիվ գժվել, հա։ Ես չիմանամ, բա ելով իմանա։ Հա, Նոր։ Էլիս, մենք հենց հիմա պետք է հանդիպենք։ Ինչ է եղել, չեմ կարա հիմա։ Շատ կարևոր բան կա խոսալու։ Նոր ասում եմ չեմ կարա, որովհետև երեխեն տանն է ու տան ուրիշ մարդ չկա։ Արևին դու քո հետ վերցրու, ասում շատ կարևոր բան կա խոսալու, չես հասկանում։ Նորո, Արևը փոքր երեխա չի։ Բա որ հասկանա ու Մագդային պատմի, ինչ եմ անելու։ Հաստատ ոչ մի բան չի ասի, նայի։ Գնա ասա, որ ուզում եք դուրս գաք, ման գաք մի քիչ։ Ես պատահական կհայտնվում ձեր ճանապարհին։ Երեխեն հաստատ ոչ մի բան չի հասկանա, գլխի չի ընկնի։ Հիմա մի ստիպի ես քեզ հեքիաթներ սովորացնեմ պատմել։ Ինձանից էլ լավ ես հասկանում ինչ պետք է ասես, ասում պետք է հանդիպենք ու հենց հիմա։
Ապա։ Ո՞նց ես։ Լավ, դու Լավ եմ։ Իմ ընկերոջը պատահական նկատեցի, որոշեցի, որ պետք է անպայման մոտենամ ու հարցնեմ ոնց է։ Այսինքն իմ համար ես մոտեցել։ Հա, քո համար։ Ուրախ չես։ Շատ ուրախ եմ։ Գիտես, այն օրը քո մասին էինք տանը խոսում։ Իմ մասին։ Հա, Մագդան քո մասին շատ է խոսում։ Ինձ թվում է վերջում դու լինելու ես Մագդայի պրինցը։ Արև ջան, ուզում ես գնա խաղա, հա? Գնա խաղա, որտեղ շուտ ենք տուն գնալու։ Գնա։ Տես, որ մենակ ես չեմ զգացել։ Էլիզ, ես դրա համար չեմ եկել։ Ինձ ասա ճուտս ոնց է։ Լավ է։ Ինչի՞։ Ինչ ես խաբում։ Այսինքն։ Այսինքն գիշերը նորից չի վատացել երեխեն։ Նոր դե ջերմություն ունեցավ, տեղ եմ տվել քնել անհանգստանալու բան չկա։ Տատիկը լրիվ ուրիշ բան է ասում։ Ինչ է ասում տատիկը։ Ասում է, որ ճուտը սկսել է հաճախակի վատանալ։ Ու այդ ամեն ինչը ոչ կապ ունի հոգնածության հետ, ոչ էլ ուտելու։ Էլիս, բայց մի տեսակ ողենում եմ։ Վայ, հասո արի։ Փաստորեն սենց, հա։ Ես էլ ասում ես ինչ նամակ է։ Տունտունիկ ենք խաղում, էլի, հա։ Այսինքն նորը։ Այսինքն այն էլիս, որ ես քեզ տանը բան ասեցի։ Բայց ոնց հասկանում եմ, չես հասկացել այդքան բանը։ Գիտեիք, որ ինձ զանգ էիք ասեիք, հաստատ չէի գալու, որոշեցիք անծանոթ համարից նամակ գրեք։ Հաս։ Մենք այն օրը խոսեցինք։ Ես քեզ ամեն ինչ բացատրեցի։ Էլ ինչ ասեմ, էլ ոնց անեմ, որ հասկանաս։